Երևան տեղափոխվելուց հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։ Այս մասին Facebook-յան իր էջում այսօր գրեց փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նաև կցեց փաստաթղթի լուսանկարը, շարունակելով, թե չնայած ոչ այս, ոչ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, այնուամենայնիվ ինքը հրապարակում է այն, բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել։ Ինչու հիմա որոշեց փաստաբանը հրապարակել այս փաստաթուղթը, որի բովանդակությունն ի դեպ դեռ նախորդ տարի էր հրապարակվել։ Ասում է շահարկումներից, լուծարման փաստաթղթին արվող հղումներից խուսափելու համար, ինչի նախադեպերը այսօր կան։ Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետին այդ հրամանագրի հիման վրա առաջադրվել է մեղադրանք։ Ասմատնայեք կայացվել է հրամանագիր, համաձայն որի քո լիազորությունները դադարեցված է, այնուամենայնիվ դու ինչ-որ լիազորություն ես իրականացնում։ Փաստաբանը պատմում է, հենվելով հրամանագրի բովանդակության վրա Հայաստանում տարբեր անձանց, այդ թվում արցախյան համայնքների ղեկավարներին եւ ավականու անդամներին առաջադրվել են քրեական մեղադրանքներ, պատճառաբանելով, որ Արցախի պետությունն ու համայնքները լուծարված են, իսկ պաշտոնատար անձանց լիազորություններն էլ դադարեցված։ Հետևաբար նրանց կողմից այս կամ այն լիազորությունն իրականացնելը քրեորեն պատժելի է։ Ու թեև հասկանում են, որ այս փաստաթղթերը երկուսն էլ հակասում են թե Արցախի մայր օրենքին, թե հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտելու, հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող, բայց նման օրինակ դեպքերից խուսափելու համար է կարիք առաջացել երկրորդ հրամանագրի, որի մասին նախագահ Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Հաշվի առնելով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների կողմից Արցախը լուծարված լինելու վերաբերյալ եզրույթն օգտագործել եւ այդ հրամանագրին հողում կատարելը, Արցախի Հանրապետության նախագահը ստիպված եղավ այդ նույն հարթակում հայացնել հրաման, դեպքին որևէ իրավաբանական ուժ չունեցող, որով չրյալ է համարել իր իսկ կողմից կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը։ Նախ երկրորդ հրամանագիրը կայացվել է առաջին հրամանագրի հետագա շահարկումներից խուսափելու նպատակով, այսինքն որպեսզի հենց այդ շահարկումները չլինեն։ Հիմա դուք եք օրինակ հասկանում եք, որ այդ հրամանագիրը ուժ ունի, բայց այնուամենայնիվ հանրության որոշ շրջանակներ չեն էլ հասկանում անգամ, որ այդ հրամանագիրը չունի իրավաբանական ուժ։ Միայն Արցախի տարածքային կորստով Արցախի էջը փակված մի համար է, ամփոփում է արցախցի փաստաբանը։ Ասում է, Ադրբեջանը մոտ 30 տարի Շուշիի, Աղդամի եւ այլ համայնքների ղեկավարներ է ունեցել։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։